Երևի շատերդ գիտեք, որ Ավանին դա հայտնի համաշխարհային հյուրանոցային ցանց է, ով իր հյուրանոցները ունի տարբեր երկրներում, հարյուրավոր հյուրանոցներ Ավանին ունի տարբեր ծովափնյա եւ ոչ ծովափնյա քաղաքներում։ Մենք այսօր հենց այդ հյուրանոցային ցանցին պատկանող Շրի Լանկայի Կալուտարայում գտնվող հյուրանոցում ենք։ Ես ուզում եմ ցուցադրել, թե ինչ հետաքրքիր տեսարան է այստեղ, հələ նայեք պայլմաները։ Այնտեղ արդեն գետն է, իդեպ, այստեղ գետ կա, հյուրանոցի մի կողմում գտնվում է գետ, իսկ այն մյուս կողմում գտնվում է հնդկական օվկիանոսը։ Հիմա գնանք ավելի մանրամասն դիտենք, ես ուզում եմ տեղեկացնել, որ սա այն հյուրանոցներից մեկն է, որ մենք պայմանագրեր ունենք, ինչպես դուք գիտեք, մենք տարբեր երկրներում խմբային տուրերով գտնվելով պայմանագրեր ենք կնքում տարբեր հյուրանոցների հետ։ Վերջին շրջանում Թայլանդում մոտավորապես 25-ից 30 հյուրանոցների հետ պայմանագրեր ունեցանք, մոտավորապես 30 հյուրանոցների պայմանագրեր ունենք այստեղ Շրի Լանկայում տարբեր քաղաքներում եւ ամեն անգամ խմբային տուրերի ժամանակ մենք լինում ենք ինչ-որ տարբեր հետաքրքիր հյուրանոցներում, բացահայտելով այդ հյուրանոցները, իհարկե հյուրանոցները բարձրակարգ են, կոմֆորտ են, հարմարավետ են ամեն ինչով եւ ամենակարևորը գտնվում են առաջի գծում օվկիանոսի, որպեսզի մեր տուրիստները ունենան կոմֆորտ, հանգիստ, տեսեք ուրեմն այստեղ արդեն ես տեսախցիկը թեքեմ եւ արդեն քիչ-քիչ ցուցադրեմ, թե ինչ հետաքրքիր ծառայություններ է մատուցում Ավանի Կալուտարա ռիզորտը իր տուրիստներին։ Եվ Ավանի Կալուտարա ռիզորտը լնայեք ինչ թույն տեսարան է այստեղից մարզասրահ, հենց մուտքի մոտ բակում գտնվող մարզասրահ, իդեպ երկու մարզասրահ կա, մեկը այստեղ մուտքի մոտ է, մեկը արդեն բակում ավելի խորը գտնվող մարզասրահն է։ Հիմա մենք փորձենք ներս մտնել մարզասրահ, այստեղ տեսեք յուրաքանչյուր մարզման համար դրված են տրինաժորները, որոնցով դուք կարող եք մարզվել եւ ձեր ֆիզիկականը, առողջականը պահել ամենալավագույն վիճակում։ Ահա այսպեսի մարզասրահ։ Սա մարզասրահներից մեկն է, որը արդեն ասեցի, գտնվում է մուտքի մոտ, իսկ երկրորդը արդեն բակում։ Գնանք հերթով ցուցադրենք, թե ինչ հետաքրքիր այլ ծառայություններ ունի։ Ես բազմապես գժվում եմ այս տեսարանի համար։ Հələ նայեք ինչ սիրուն է ժողովուրդ, հəլես էկզոտիկան նայեք, հəլես տրոպիկական գեղեցկությունը նայեք։ Ես ուզում եմ ձեզ ցուցադրեմ հենց այդ գետը, որը որ հոսում է հյուրանոցի այս կողմից։ Նայեք։ Ահա։ Հələ ինչ սիրուն է ամեն ինչը։ Հələ մուտքի մոտ ինչ գեղեցկություն է ժողովուրդ, այս ուրիշ բան, այս ես հասկանում եմ, թույն, նամանավանդ գիշերը, այստեղ լույսեր են վառվում, շատ սիրուն է ամեն ինչը, շատ գժանոց է, այն որ հայաթում նույնիսկ մանգալը, դա մի մեծ հաճույք է, տեսեք այն կողմը գետն է, այս կողմը ծառերը, այս կողմը արդեն մուտքը հյուրանոցի, այսեն սիրուն կարասներ են դրված ինչ-որ մեծ, որոնց մեջի ջուր է հոսում, նայեք ինչ գժանոց է, ույն։ Ահա, իսկ սա արդեն մուտքն է ռիսեպշնը, որտեղ և դուք կարող եք ամրագրել ձեր համարները, սենյակները, ահա տեսնում եք ինչքան մարդիկ կան այստեղ սպասող իրենց համարներին, առաջ են գնում, ձախ կողմում արդեն սենյակներն են, այստեղ կրկին էկզոտիկ, տրոպիկական, դեկոր լողավազան իր ծառը լնայեք ներսից ինչ սիրուն է, ժողովուրդ այստեղ նորից լույսերը վառվում են գիշերը ու ֆանտաստիկա է, պրոստը գեղեցկություն այստեղ չգիտեմ, շատ սիրուն է ամեն ինչը, համադրությունը, մի խոսքով համապատասխանում է լրիվ Շրի Լանկայի ոճին։ Հələ նայեք ինչ սիրուն է։ Իդեպ այստեղ դրսում պայլմաների տակ կա սրճարան, որտեղ որ դուք կարող եք դուրս գալ, նստել, վայելել ձեր սուրճը կամ
նախաճաշը կամ ընթրիկը մի խոսքով ինչ ցանկանա։ Գետի ափին դեկոր լողավազանի կողքին էլ գտնվում է գլխավոր ռեստորանը, որտեղ եւ նախաճաշ, ընթրիկ, ճաշ է տրվում հյուրերին։ Մենք ներս մտնենք ու տեսնենք ինչ հետաքրքիր է այստեղ։ Տեսեք, ամեն ինչ կոկիկ, գեղեցիկ, սպիտակ աթոռներ, սպիտակ սեղաններ։ Տեսեք, ինչ սիրուն է, այս պահին ճիշտ է, ոչ մեկ չկա այստեղ, ոչ ընթրիկ է, ոչ նախաճաշը արդեն վերջացել է, մարդիկ չկան ու դրա համար ես ուզեցա, որ հենց այս պահին նկարահանել, որպեսզի ավելի պարզ դառնա ձեր համար, այստեղ դեռ պարզ է, դրվում է շվեցքի, որպեսզի բոլորը ինչ ցանկանում են օգտվեն։ Տեսեք, ռեստորանի հենց կողքին էլ գտնվում է բակը։ Այստեղ իդեպ ռեստորան ունի նաև բացօթյա հատված, որտեղ որ կարելի է ընթրիկը, ճաշը, նախաճաշը նաև դրսում ուտել եւ տեսեք այս հրաշք ժողովուրդ։ Լողավազանը պայլմաների մեջ։ Հələ նայեք ինչ սիրուն է, ինչ գժանոց է, ինչ թույն է ամեն ինչը։ Հələ նայեք։ Նայեք, այստեղ փոքրիկների համար է լողավազանը արդեն, իսկ այս կողմը արդեն մեծ հասակների համար, այն կողմը նայեք պայլմաները, ամենուր պայլմաներ, էկզոտիկ տրոպիկական, մարդիկ հանգստանում են, վայելում են իրենց հանգիստը, այստեղ նաև ունենք ափին բար, որտեղ կարող եք հենց և լողավազանի մոտ, և օվկիանոսի ափին նստել և վայելել ձեր հանգիստը, այս շատ սիրում, դադադադամ, ու շատ դրություն, հենց լողավազանի կողքինը, ամենը 3-4 մետր հեռավորության վրա, դիք նայեք և պարենայեք, դիմավորեք, հնդկական օվկիանոս, ամենաճկնաղ, ամենագեղեցիկ օվկիանոսը կարելի ասել ամբողջ աշխարհում, հələ նայեք ստեղ վարժ սրած կապիկը, կապիկի ձակն ավելի, մակակա, այո, մակակա ցեղի կապիկը։ Գնանք օվկիանոսի մոտ, հլո, հələ նայեք, հլես գեղեցկությունը նայեք ժողովուրդ, գժական թույն, ափը վերջնա ավազը դեղին ավազ, հնդկական օվկիանոսի Շրի Լանկայի ափը, իհարկե տարբերվում է բոլոր ափերից, եթե դուք գնաք Թայլանդ, Մալդիվներ, Տանզանիա, Շրի Լանկա, ասեմ ձեզ, որ յուրաքանչյուրը իր հատուկ տեսակ ունի ափի, հատուկ ձև ունի ափի, եւ Շրի Լանկան զատ չի ամեն ինչից ու իր գեղեցկությունը, հələ նայեք, հնդկական օվկիանոսը, վաու, գժական, տեսնում եք նենց են արել, որպեսզի ալիքը կոտրվի, նայեք, ալիքը խփում է քարերին ու չի մտնում այստեղ, մարդիկ հանգիստ լողանում են, օվկիանոսը նայեք ինչ հանգիստ է, ծովի նման, իսկ ես կողմը նայեք արդեն ինչ ալիք է, շատ հետաքրքիր են մտածել, այստեղ ալիքը կոտրվում է, նայեք, շատ փոքր է, շատ հետաքրքիր են մտածել ու ափն էլ շատ սիրուն է, շատ լավն է, այսենց սպիտակ տափկաններով։ Իսկ հիմա հարգելի ժողովուրդ, տեսեք Ավանի Կալուտարա հյուրանոցի սենյակներից մեկը, որ ձեզ կցուցադրեմ ես հենց հիմա։ Փորձենք ներս մտնել ու տեսեք ինչ հետաքրքիր է այստեղ։ Ու սկսենք ամենասկզբից։ Այստեղ ուրեմն լոգարանն է, տեսեք, նայեք ինչ գեղեցիկ համադրություն է, այստեղ դուշը, լոգարանը, ոչինչ բոլորին, դրված են յուրաքանչյուր պարագաներ լոգարանի համար, իհարկե Ավանի տարբերանշանով, գելեր, շամպույրներ, այստեղ նույնպես լվացվելու համար անձեռնոցիկներ, սրտիշներ շատ մաքուր հյուրանոց է, շատ գեղեցիկ, շատ մաքուր, տեսեք ինչ թույն տեսք ունի սենյակը, այստեղ արդեն հատուկ պահարաններ, սեյֆ, դարակներ,
Արթուկ, անձրևանոց, արթուկի սեղանց, խալատներ, այստեղ նաև հողաթափեր, մի խոսքով, հա, իդեպ այս բարձրից նաև ավելի սուպեր դրված այստեղ, որ եթե պետք լինի անպայման օգտագործել։ Ամեն օր դրվում է այստեղ ջուր, սուրճ, թեյ, իհարկե ամեն ինչի համար պարագաներ, այստեղ կրկին դարակներ, տեսնում եք, այստեղ սառնարանը, նայեք ինձ սիրուն է, նայեք դիզայնը, լրիվ էկզոտիկ տրոպիկական դիզայն, այստեղ հեռախոս իհարկե ռիսեպշնի հետ կապնվելու համար, այստեղ լույսերի վառելու անջատելու տեղ, դուք այստեղ կարող եք նաև ունենալ այս տենց գիրք կարդալու գիշերը հարմարություն լույսերի համար, տեսեք ծղոտներով պատրաստված լամպերը, ինձ սիրուն ամեն չէ։ Շատ հրաշք է, ավանին պարզապես շշմեցրել էինք, լույսերը կրկին և այստեղ արդեն հովվարը, տեսեք, աշխատեց, բացի եմ, որ այստեղ կա օթորակիչ, տեսնում եք օթորակիչը, նաև հովվար կա, որով կարելի է հով պահել ամբողջ սենյակը, քանի որ Շրի Լանկայում, ինչպես գիտեք, շատ շոկ է, տարվա գրեթե 12 ամիսը շատ շոկ է, հեռուստացույց, աթոռ սեղան աշխատանքի համար, այստեղ կրկին դարակներ, հիմա տեսեք, թե ինչ տեսարան է բացվում պատուհանից, գնացինք։ Լտեցեք ինչ սիրուն է այս ամեն ինչ այստեղ, հայտնվում ենք մի անգամից այս հենց տրոպիկական վիճակում, այս ֆանտաստիկա չի, բա ինչա ժողովուրդ, հրաշք, օվկիանոսը ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ահա, տեսնում եք, որովհետև Ավանի հյուրանոցը հենց ուղիղ օվկիանոսի ափին է ու այս էկզոտիկ ու տրոպիկական բնությունը, որը որ մի անգամից գտնվում է հենց քո սենյակի, հենց քո հյուրանոցի համարի պատշգամբ։ Մենք Շրի Լանկա մարզիներ խմբային տուրով անպայման գալու ենք այստեղ նոյեմբերի 1-ից 11 այդ տուրի ընթացքում 7 օր գտնվելու ենք այստեղ, այս հյուրանոցում, այս շքեղ սենյակներում և ափին, այնպես որ ամրագրեք ձեր տեղերը։ Եկեք մեր այդ խմբային տուրերին և հանգստացեք լիարժեք, ունեցեք թույն էքսկուրսիաներ Miracle Tour Travel Spa-ի հետ։ Հիմա փորձենք առաջանալ Ավանի հյուրանոցային համալիրի դեպի աջ կողմ գտնվող հատվածը, որտեղ որ գտնվում է սպա կենտրոնը, եւս մեկ մարզասրահ, սրճարան եւ շատ գեղեցիկ տեսարան պայմաններից դեպի գետ այս անգամ ուզում եմ ցուցադրեմ այդ կադրերը ձեզ, որպեսզի հասկանաք ինչ մեծ տարածք է, նայեք ինչ գեղեցկություն է, այ հենց այս ուղղությամբ գնում ենք մնացած հատվածը ուսումնասիրելու, այսպիսի գեղեցիկ խճուռի դեպի սպա կենտրոն, չինական ռեստորան, մարզասրահ, նայեք ինչ սիրուն է ճեմուղին, ծառները մեջից փոքրած, շատ հետաքրքիր, իրոք հյուրանոցը շատ գեղեցիկ համադրություններ ունի, ժամանակակից հյուրանոցի տրամաբանության եւ էկզոտիկ տրոպիկական երկրի բնության հետ կապված, այստեղ ծառները խճուղում մեջ աճող, մաքրությունը ամենուրեք է, տեսեք, պատրաստում են, մաքրում են, սապում են, hello sir, մի խոսքով ամեն օր աշխատանքներ է տարվում, որտեղ հյուրանոցը շատ մեծ է, hello sir, ու ամեն օր այդ աշխատանքները տարվում են մաքրությունը պահպանելու համար, նայեք, այս գետն է, իսկ այն հնդկական օվկիանոսն է, նայեք, ընդամենը երևի 6-7 մետր հողատարածք է բաժանում օվկիանոսից գետը ու երևի հենց օվկիանոսի ալիքների պատճառով առաջացել է այս գետը, որը որ սենց այսենց գնում է ու պտտվում է, լսվում է նորից օվկիանոսի այն մյուս հատվածը, այս շատ սիրուն բան է ստացվել ու հյուրանոցն էլ կառուցված է հենց այստեղ, տեսեք, սա Ավանի հյուրանոցային համալիրի շինական ռեստորանն է, որը որ իհարկե հավելյալ վճարով դուք կարող եք գալ այստեղ, օրվա ցանկացած պահի, նաև չինական ուտեստներ։ Այս շատ գեղեցիկ տեղ չինական ուտեստներ վայելել, համտեսել, ասեմ որ արժեքները համեմատաբար շատ ավելի լավ է, քան որոշ հյուրանոցներում,
տեսեք, ես արդեն ամառային հատվածն է, որպեսզի այստեղից մատուցվի դեպի դրսում։ Արդեն դրված սեղաններին, գնանք առաջ, այստեղ հա իդեպ գիշերը շատ սիրուն սենց կրակներ են վառվում, այսենց, նայեք, այստեղից կրակներ են վառվում, ֆակելներ են իր խոսքով ու շատ սիրուն տեսարան ալնում, տեսեք ամենուրեք դրված են, սենց կողքերը կրակներ են վառվում, դուք գալիս եք ձեր ընթրիկը չինական վայելելու ուղիղ հենց հարևանությամբ գտնվում է մարզասրահը, ցեք այստեղ էլ մարզասրահ կա, իդեպ շատ հով է այստեղ, մարզասրահում գրեթե բոլոր մարզման տրինաժորները դրված են, thank you, այստեղից էլ դուրս են գալիս, երկու մուտք ուներ մարզասրահը, շարժվում ենք առաջ և այստեղ արդեն սպա կենտրոնը, որտեղ որ լնայք ինձ սիրուն ջրաշուշաններ են այստեղ, լնայք իշ գեղեցիկ ամեն ինչը, այստեղ ես կարծում եմ պիտի ձկներ էլ լնեն այստեղ, ահա, ես չէի սխալվում, ձկնիկները լնայք, ինանայք լողում են փոքրիկ ձկները, շատ սիրում է և սպա կենտրոնը, այս մուտքն է, տեսեք, այուբովա, hello, տեսեք այստեղ սպա կենտրոնի աշխատակցուհիներն են և ես գտնվում է հյուրանոցի տարածքում շատ գեղեցիկ է, բայ այստեղ նույնիսկ տեսեք երեկոներ այստեղ լույսերը վառվում ես խճուղու վրա, նստարաններ կան շատ սիրուն դրված, կարելի է վայելել հանգիստը, խանութ, որտեղ կան լողափի և լողավազանի համար յուրաքանչյուր պարականներ, քսուկներ, ամեն ինչ վաճառվում է և տեսեք ինձ սիրուն տեսարանը այստեղ, ահա, ամենաթույն տեսարաններից մեկը Ալվանի հյուրանոցային համալիրից և դու ճոճորվում ես այսենց պայմաններով, գետակը, որը որ հոսում է հնդկական օվկիանոս, նայք ինձ սիրունա, գժական ու դու ճոճանակի վրա, այսենց շատ գեղեցիկ, շատ հարմարավետ հյուրանոց Շրի Լանկայում, որ մենք խմբային տուրերով այցելել ենք և վայելում ենք մեր հանգիստը։ 7 օր լինելու ենք այս հյուրանոցում, իսկ հետագայում 4 օր էլ գնալու ենք Մալդիվներ։ Ամենաէկզոտիկ խմբային տուրը երբևից է Շրի Լանկա, Մալդիվներ, Miracle Tour Travel, Սպոյի հետ, թույն անցնում։